Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն այդքան ակտիվ լինելու եւ մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Բարև ձեզ, կանխավ շնորհակալություն եմ հայտնում ուսանելի հաղորդումների եւ մեզ հարցեր ուղղելու եւ դրանց պատասխանը ստանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հարցս հետեւյալն է. Առնանդամի վերթեքված լինելու պատճառով հարաբերության ժամանակ առաջանում են որոշակի անհարմարություններ։ Արդյոք դա շտկելի է եւ դա շտկելու անհրաժեշտություն կա եւ ինչ մասնագետի պետք է մոտենալ։ Հարգանքներով ձեր հետևորդ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ վստահելու եւ մեզ հետևելու համար եւ հարցին անդրադառնալով ուզում եմ նշել, որ խնդիրը կարող է կապված լինել անդամի անատոմիական առանձնահատկությունների հետ, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում։ Իհարկե, պատկերը ավելի պարզ կլինի հետազոտություն անցկացնելուց հետո, բայց նման խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ անդամը սնուցող անոթներում նկատվում է ֆիբրոզ գոյացություն, որի արդյունքում անդամը արդեն անատոմիորեն փոխում է իր տեսքը եւ թեքվում կամ վեր կամ վար եւ ստանում փաստորեն թեք ուղղություն։ Սա խնդիր է դառնում հարաբերության ժամանակ եւ գրգռման ժամանակ արդեն իսկ տղամարդուն կարող է պատճառել անհարմարություն, քանի որ ներհրումը ժամանակի ընթացքում դառնում է անհնարին։ Սկզբնական շրջանում խնդիրը հնարավոր է կանխել դեղորայքային բուժման միջոցով, բայց եթե ժամանակի ընթացքում արդեն թեքվածությունը բավականին արտահայտիչ է, դեղորայքային բուժումը միայն բավարար չէ եւ պետք են լինում արդեն ֆիզիոթերապևտիկ բուժում, մասնավորապես հարվածալիքային թերապիա, որի ժամանակ հնարավոր կլինի վերացնել ֆիբրոզ գոյացությունը։ Ամեն դեպքում պատկերը ավելի հստակեցնելու համար ցանկալի է անցնել բժշկական հետազոտություն, պարզելու բուն իրավիճակը եւ դրանից հետո արդեն վերջնական ախտորոշում ունենալու դեպքում հասկանալ, թե ինչպես պետք է շարունակել բուժումը։ Սեռական թուլության համար իհարկե պետք է անպայման նշանակել համապատասխան բուժում, իսկ եթե անհրաժեշտություն լինի հետագայում այլ միջամտությունների, ապա կարիք կլինի ընդգրկել նաև հարակից ոլորտի բժիշկների։ Կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ, եթե կարելի է մի հարց ունեմ, գրգռվում եմ շատ շուտ, սեռական ցանկություն կա, խոնավությունը նույնպես, բայց ակտի ժամանակ հեշտոցս ցավում է կոնկրետ աջ կողմը։ Վարակներ չունեմ, բացարձակ առողջ եմ ու խնդիրն անգամ անդամի մեծությանը չի վերաբերում։ Կարող եք օգնել պատճառը հասկանալ։ Ցավը հարաբերության ժամանակ յուրովի ազդանշան է, որը ունի բազմաթիվ պատճառներ։ Մենք այս հարցին անդրադարձել ենք մեր նախորդ թողարկումների ժամանակ եւ եթե դուք հետազոտվել եք եւ հերքվել են բոլոր օրգանական պատճառները, ապա պատճառը պետք է փնտրել արդեն հոգեբանական գործոնները հաշվի առնելու առումով։ Հնարավոր է, որ հարաբերության ժամանակ գուցե լարվում եք, բայց չեք նկատում։ Հնարավոր է, որ ներթափանցման ժամանակ ցավ է առաջանում ինչ որ անգիտակցական մակարդակում թաքնված վախի հետևանքով, եւ երկուսը իրար հետ եւ այդպես շարունակ, այսինքն պատճառը պարզելու համար անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, պարզելու բոլոր այն հնարավոր պատճառները, որոնք չեն բացահայտվել, իսկ դրանք իրականում շատ են։ Երբեմն լինում են դեպքեր, որ ցավը կարող է նկատվել հենց հարաբերության պահին, ինչ որ լարվածության հետ կապված, կամ կնոջ մտքերը հանգիստ չեն, կինը մտքերով ուրիշ տեղ է, չի կարող կտրվել իր առօրյա հոգսերից եւ հարաբերության ժամանակ առաջանում է ցավ։ Կարող է եւ ձեզ թվա, թե ցավում է միայն աջ կողմը, իսկ մեկ ուրիշի պարագայում կարող է նշել, թե ձախ կողմը, բայց լարվածության պարագայում, քանի որ մկանները կծկվում են, միանշանակ ասել, թե որ հատվածն է ցավում, դժվար է լինում, մինչև չկատարվի բժշկական զննում եւ համապատասխան հետազոտություն։ Հետևաբար պատկերը առավել պարզ դարձնելու համար ցանկալի է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն։ Կարդամ հաջորդ հարցը։ Անդամի գլխիկի վրա սպիտակ կետիկներ են առաջացել, ինչ խորհուրդ կտաք անել, որ անցնի։ Ինչպես եւ մնացյալ դեպքերում, այս դեպքում եւս հորդորումը խնդրում եմ հարցատուներին հարցերը գրելիս նշել անպայման տարիք եւ զուգակցող հիվանդություններ, եթե դրանք կան։
Այս պարագայում իհարկե պետք է նշեմ, որ ցանկացած դեպքում սեռական օրգանի վրա որևէ գետիկի կամ ցանի առաջացումը ցանկալի երևույթ չէ։ Դա կարող է պայմանավորված լինել կամ սնկային ախտահարմամբ, կամ որևէ բորբոքային հիվանդությամբ, կամ գուցեև սեռավարակի։ Երբեմն կարող են երեքն լինել, միանշանակ ասել, թե կոնկրետ որն է, դժվար է։ Առավել հաճախ իհարկե գործ ենք ունենում սնկային ախտահարման հետ, որը ժամանակի ընթացքում չբուժելու պարագայում կարող է արդեն ստեղծել հավելյալ բարդություններ։ Ամեն դեպքում առավել պարզ դառնալու համար ցանկալի է, որ անցնեք բժշկական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև հանձնեք համապատասխան անալիզներ, որպեսզի պատկերը պարզ լինի։ Չի բացառվում, որ նաև բժշկական զննման ժամանակ արդեն պատկերը պարզ լինի եւ հարկ չլինի ստուգվելու ու բժիշկը զննումից հետո արդեն հնարավորություն կունենա նշանակել համապատասխան բուժում։ Կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ բժիշկ ջան, եթե տղայի սերմնահեղուկը ջրի պես է, հնարավոր է հղիանալ, տղամարդը 31 տարեկան է, կինը 23։ Սերմնահեղուկը իր բաղադրությամբ իհարկե չպետք է ջրիկանման լինի, այն մածուցիկ է, բայց երբեք ոչ ջրիկ։ Եթե նման պատկեր է առաջացել, ցանկալի է հանձնել սերմի քննություն, պարզելու սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշները։ Երբեմն կարող են խնդիրներ առաջանալ հատկապես սերմնաբջիջների շարժունակության հետ կապված կամ ծավալի հետ կապված, որոնք իհարկե ազդում են սերմնահեղուկի ցուցանիշների վրա, հատկապես արտաքին տեսքի։ Ամեն դեպքում արտաքին տեսքից միայն դատելով դժվար է միանշանակ ասել, թե կոնկրետ ինչ խնդիր կարող է լինել եւ առավել պարզ լինելու համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան քննություն։ Շատ կարեւոր է այս դեպքում հիշատակել, որ սերմնահեղուկի քննությունը հանձնելու համար պետք է պատշաճ պատրաստվել, որպեսզի տվյալները լինեն համոզիչ եւ ճշգրիտ։ Քննություն հանձնելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ պատրաստվել հետազոտությանը եւ անալիզ հանձնելուց առնվազն 3-ից 4 օր զերծ մնալ սեռական հարաբերությունից եւ ձեռնաշարժությունից։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ անալիզի ցուցանիշների վրա կարող է ազդել նաև ալկոհոլի օգտագործումը, որը նույնպես պետք է բացառել։ Կարդամ հաջորդ հարցը։ Ես 21 տարեկան եմ, 2 տարի առաջ 1 ամսական պտուղը հեռացրել են, դրանից հետո հարաբերություն չեմ ունեցել, նաև չեմ հետազոտվել։ Եթե առաջին երեխան աբորտ են անում դեղերով, հնարավոր է կրկին հղիանալ հետագայում։ Հաշվի առնելով հարցի բովանդակությունը, իհարկե խորհուրդ կտամ դիմել գինեկոլոգին, բայց այնուամենայնիվ նշեմ, որ եթե տեղի է ունեցել հղիության ընդհատում, ապա հաջորդ հղիությունը պլանավորելուց առաջ պարտադիր պետք է հետազոտվել։ Ոչ միայն պետք է հետազոտվի կինը, այլ նաև տղամարդը, անցնել համապատասխան բուժում, նոր դրանից հետո պլանավորել հաջորդ հղիությունը։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք ձեզ հուզող հարցերը եւ մենք հնարավորինս արագ կարձագանքենք ձեր հարցերին։ Թողեք ձեր մեկնաբանությունները, մեզ համար անչափ կարեւոր է ձեր կարծիքը։ Եվ շնորհակալություն մեզ վստահելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ։